Ողջույն բարեկամներ, այսօրվա նորությունները շատ են, ես առաջարկում եմ հարմար տեղավորվել և պատրաստ լինել լսել մինչև վերջ, ինչպես միշտ ամենալավ մասերը պահել եմ վերջում։ Չնայած ամբողջ ընթացքն է կարևոր, այնտեղ նույնիսկ մի հոդված կամ մի նյութ չկա, որ կարելի է հանել, նայեք նյութերի առատությունը վերևում, կպատկերացնեք ինչքան բան կա այսօր ձեր համար նախապատրաստած։ Եվ այսպես, չի վաղը վճռականորեն լծված ամերպետությունը քանդելու վերջին արարին, ինչ եմ ասում վերջին արար, որովհետև ընթրությունը այս նախընտրական փուլը ես համարում եմ վերջի արար։ Հունիսի 7-ին պետք է պարզենք, ինքը կարողանում է վերջնական քանդել, թե ոչ։ Հիմա երևի շատերս մտածում ենք ինչու այդքան սևեռված մանր դետալների վրա Արցախի մասին մի խոսացեք, սահմանադրությունը պետք է փոխվի եւ այլն եւ այլն։ Մինչդեռ դա կարող էր ասենք անել սահուն ընտրություններից հետո։ Չէ՞ որ ասենք կարող էր ստանալ ձայները եւ առանց այդքան սրելու վիճակը դա իրականացներ ընտրաշավի ժամանակ փափուկ ձևով, ինչու այսքան կոպիտ, այսքան ցինիկ, բացահայտ, ինչու՞ նա խնդիրը։ Չէ՞ որ մարքեթինգի իմաստով, քաղաքագիտության իմաստով, սա ոչինչով չարդարացված երևի դա։ Ոչ մի ձևով։ Սա բերում է ավելի շատ իրան ձայների կորուստ, քան համակրանք։ Ինչի է անում սա։ Ես ուզում եմ հիշեցնեմ ձեզ իր վերջի ելույթներից այն մասը, երբ որ ինքն ասում էր անկախ նրանից թրիփը կգործի թե ոչ, Հայաստանը այսօր էլ պատրաստ է ճանապարհ տա Սյունիքից մինչև Նախիջևան, այն ճանապարհը, որ կա, որ գոյություն ունի։ Ես այդ ժամանակ էր, որ ասեցի, ճիվաղը հասկացել է, ոտն առել է, որ այդ ճանապարհի տալը այլևս իրատեսական չի, եւ դա իր ուժերից եւ նույնիսկ Թրամփի ուժերից արդեն վեր է։ Որին ի պատասխան Ալիևը մի անգամ արձագանքեց, ասեց թքած ունենամ քո ճանապարհի վրա, դու ինձ պետք է Զանգեզուրի միջանցքը տաս։ Ճիվաղը շատ լավ հասկանում է, Զանգեզուրի միջանցքը Իրանը չի որ տա։ Սեփական տունը չի, ԿՊ-ն չի, որ սկուտերի վրա տա, Ալիևին։ Դա մի քիչ ավելի բարձր խնդիր է, մանավանդ այսօրվա մեծ պատերազմի ֆոնին, որի թիկունքում կանգնած է Իրանը։ Եվ այն ավերածությունները, որ անում է Իրանը, տարածաշրջանում, մասնավորապես Իսրայելի հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաների հետ, այդ ծրագիրը դարձնում է անհնարին։ Ինչպես իրանցիներն են խոստացել եւ ինքն արդեն հասկացավ, որ դա կարող է անի, բոլոր նրանք, ովքեր կմտնեն այդտեղ, դրանք կվերածվեն իրենց համար գերեզմանների։ Եվ այսպես, հասկանալով, որ էլ ոչ մի բան չի կարողանում անի, այդ մասով փորձում է սիրաշահի եւ աջակցություն ստանա այս կոպիտ ձևերով խոստովանելով, հայտարարելով, որ տես ամբողջ ժողովուրդը մի կողմ թքած ունեմ, ես ձեր ծառան եմ, ձեր միջև վերջի ստորագրությունը, միջև վերջի օրակարգը կիրականացնեմ, ընդ որում հետնել շեշտում է, որ ԿՊ-ն դա միակ քաղաքական ուժն է, որ պայման է դնում, որ անկախության հռչակագիր պիտի չլինի նոր սահմանության մեջ, ու շեշտում է, որ ԿՊ-ն դա միակ ուժն է, ում համար ասում դա։ Եթե դընտրողին է ասում, դա ասում է ԿՊ-ն միակ ուժն է, որին չի կարելի ընտրել։ Այսինքն իր խոսքը բացի իրեն ընտրողից լսում է ամենակարևոր իր տերը Ալիևն ու Էրդողանը, որ մենք միակն ենք, օգնեք ձեզ, որպեսզի ջախջախենք սահմանադրությունը, ջախջախենք պահանջատիրությունը, ուրանանք ամեն ինչի մի խոսքով սկուտերի վրա կարողանանք մատուցել ձեզ Հայաստանը։ Ինչ-որ մի բանի դիմաց, արդեն էական չի, ինչի դիմաց։ Ասում են սրա այն լաճը հիշում եք, այն զիբիլիկատուն։ Տնիկը։ Երեք հավաքույթի ժամանակ սկսել է էլի սրա լոբինգ անել։ Ալմավիրի։ Ես ասել եմ, չէ, սա կապիկությունը ընդհանրապես ամենայն դեպս առանձնանում են, որ պետք եղած ժամանակ ինքը ասի ես Նիկոլ հետ կապ չունեմ, ես իր կինը չեմ եւ կարողանա փոխանցել, հանել, արտահանել ինքը իր երեխեքին, այն ինչ որ պետքա վերջի պահին փախցնելու համար։ Ինչ որ է։ Սա եւս մեկ ապացույց, որ այն ինչ որ մենք կանխատեսում ենք, դա շատ բարձր է։ Ուղղակի իրենց թվում է այս կապիկալով մենք կարող ենք իմացնել։ Ինչ որ է, վերադառնանք այս խնդրին։ Շեշտում է, որ այո, ԿՊ միակ ուժն է, որ պատրաստված է սկուտերի վրա
մատուցի այն ֆորմատով, որը ձեզ պետք է։ Թե ինչպիսին կգնա արդեն դիմադրությունը ժողովրդի կողմից, ընթացքում կերևա, բայց ես ուզում եմ անդրադառնալ ոչ միայն ժողովրդի կողմից դիմադրության հանգամանքին, այլ ավելի դաժան դիմադրության, որին Նիկոլ Փաշինյանը պատրաստ չի դիմակայելու համար։ Դրանց դեմ մահակ չունի։ Հասկանում եք, իր երիչերիների մահակ օրինակ չի հասնում, ասենք ցեղասպանագետներին, չի կարող հասնել։ Իսկ աշխարհի բոլոր ցեղասպանագետները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Նիկոլի այս քայլերը Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում նշանակված Էդիկտա Գզոյանին հեռացնելու համար։ Կարդալով, լսելով այն հիմնավորումները, որը, տեսեք, այնքան ապուշ, որ բացահայտ ասում է ինչի համար, ում համար է ասում սա։ Չէ՞ որ իր բանը ԿԳՍՄ նախարարը Ժաննան, այն ոչի փուչը, ինքը պարզ ասել էր, որ էդիտային հանում են, որովհետև հուշարձանը վերանորոգելուց վնաս էր տվել։ Այսինքն ընտրել էր մի հատ պատճառաբանություն, որ կարծես թե ժողովրդի սրտովն էր եւ նրանք կվերաբերվեին նորմալ։ Եվ սա կանգնում ամբիոնից ասում է, որ չէ, ինքը սուտ է խոսում։ Իմ նախարարը ստախոս տականք է։ Ձեզ բոլորին ապուշացնում է, հիմարացնում է։ Ես եմ իրան հանել, որովհետև ինքը հակառակն է գնացել կառավարության քաղաքականությանը։ Ընդ որում այդ կառավարության քաղաքականություն հակառակ գնացողը դա ինքն է, ոչ թե թանգարանային տնօրենը։ Եվ այս բաց հայտարարությունից հետո ցեղասպանագետներին բան չէր մնում անելու, եւ նաեւ, հեսա կլսենք Լեմկինի ինստիտուտը ցեղասպանությունների կանխարգելման նաեւ արձագանք անպայման Փաշինյան Նիկոլի վերաբերյալ, ասեմ, որ 1 տարի, 2 տարի առաջ Լեմկինի ինստիտուտը արդեն Փաշինյան Նիկոլին մեղադրել է հայերի ցեղասպանությունը ուրանալու մեջ փաստորեն ամենաբարձր մակարդակով։ Եվ դրան են անդրադարձել այսօր այլ ցեղասպանագետներ։ Փաշինյան Նիկոլի գործերը ոչ միայն ներսում ավատ, այլ նաև դրսում։ Եվ սա միակ փաստը չի։ Հաջորդ փաստը, որ հաստատ Փաշինյան Նիկոլը չէր ուզենա։ Կանչեմ սա։ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավի թեման թեժ է անգամ միջազգային հարթակներում։ Հայաստանի արքեպիսկոպոսների կեսը ձերբակալված է բրիտանական Թելեգրաֆի եթերում հայր Բենեդիկտ Քինլի հետ փոդքասթի ժամանակ նկատել է հայտնի լրագրող Թիմ Սթելնին։ Նրանք ընդվզում են վարչապետի դեմ։ Կաթոլիկ քահանա հայր Բենեդիկտ Քինլին միջազգային մեդիայում հաճախ է անդրադառնում քրիստոնյաների իրավունքներին։ Նրա հիմնադրած բարեգործական կազմակերպությունը աջակցում է մերձավոր արևելքի հալածվող քրիստոնյաներին, որպեսզի ստիպված չլինեն լքել հայրենի երկրները։ Հայաստանը կաթոլիկ հոգևորականի ուշադրության կենտրոնում հայտնվել է վարչապետի քայլերի ֆոնին։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունած երկրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին 4 սրբազան է բանտարկվել, բազմաթիվ հոգևորականներ քրեական գործերով են անցնում։ Սա Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Նրանք պատերազմել են Ադրբեջանի հետ, հազարավոր հայեր ստիպված են եղել լքել այն տարածքները, որոնք վերադարձվել են Ադրբեջանին։ Բրիտանացի լրագրող, քաղաքական մեկնաբան ու պատմաբան Թիմ Սթելնին կարծես ակնարկում է, որ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավը Ադրբեջանի հետ ուղիղ կապ ունի։ Չի ակնարկում, ուղիղ կապ է տեսնում կաթոլիկ հոգևորականը։ Ադրբեջանցիները թուրքական ժողովուրդ են։ Ադրբեջանը փաստացի մեծ Թուրանի մաս է։ Թուրքերը սպանդ են կազմակերպել։ Թուրքերը երբեք չեն ճանաչել 1.5-ից 2 միլիոն հայերի, ասորի քրիստոնյաների եւ ուղղափառ հույների ցեղասպանությունը։ Նրանք վտարեցին հայերին Արցախից։ Իսկ Հայաստանի ներկայիս վարչապետը իրեն դավաճանի նման է պահում։ Համագործակցում է ադրբեջանցիների հետ։ Հանձնում է տարածքներ եւ ձերբակալում ընդվզող եպիսկոպոսներին։ Հալածվող քրիստոնյաների իրավունքների պաշտպան հոգևորականը բռնապետ է անվանում Նիկոլ Փաշինյանին։ Թիմ Սթելնին եւ հայր Բենեդիկտը ընդգծում են, կարեւոր է, որ միջազգային հանրությունը եւ հոգեվոր համայնքները բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Բրիտանական Այս ֆոնի ամենահետաքրքիր մասը գիտեք որն է։
որ հեսա քանի որ Թրամփը գնալու է գլխի ծոցը գնալու նաև Թրամփի այդ նորաստեղծ կլուբը, որտեղ մենյուի անդամ է նշանակել նաև Փաշինյան Նիկոլին։ Այսինքն այն ինչ որ կա Թրամփական Օրբան, Ալիև, Փաշինյան Նիկոլ, Թրամփի հետ գնալու են աղբար կրը, պատմության դաժան աղբար կրը։ But, հագա, հետաքրքիր փուլ են կապում։ Մեկ այլ լրատվամիջոցում GB News-ում միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն է անդրադարձել աշխարհում քրիստոնյաների հալածանքների մտահոգիչ աճին։ Ռոբերտ Ամստերդամը շեշտել է, Հայաստանում վարչապետը մտադրություն էլ չունի դադարեցնել հակաեկեղեցական արշավը։ Հոգևորականներն ու հայ առաքելական եկեղեցու պաշտպանության դիրքերում կանգնած բարերա Սամվել Կարապետյանը շարունակում են բիրտ հարձակումների ենթարկվել։ Ամստերդամը ընդգծել է, միջազգային հանրությունը չպետք է լռի, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը։ Մի խոսքով, սա էլ միակը չի, բայց մինչև հաջորդներին անդրադառնալը ես ուզում եմ մի հատ այս վիշվածքին լսենք ինչ ասում։ Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Հայաստանի անկախության հռչակագիրը Հայաստանի ղեկավարը համարում է պատերազմի վտանգ։ Իշխող ուժը դեմ է, որ մայրօրենքում լինի անկախության հռչակագրին հղում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Շեշտում է միակ ուժն է։ Այսինքն այս հարցում ինքը ոչ մի աջակցություն չունի։ Սա ում համար ասվում։ Մենակ ժողովրդի։ Իհարկե ոչ։ Ինքը հասկացել է, որ ժողովրդի մեջ իր ունեցած ռեսուրսներով ինքը մաքսիմում կարող է զիլինա խաղա առայժմ կառավարական տանը։ Առայժմ։ Դրանից հետո իրենք թողեն երևի խաղա, ասենք, մենախցում։ Ճաղերը հետևում։ Երևի կթողեն։ Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագիրը ջնջելը Ադրբեջանի պահանջն է։ If we just trying to simplify the situation, we'll only focus on a peace agreement. Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին։ Եվ այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է բարձրաձայնում ենք։ Contradictory to the main law of the country, which is not the case. Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է։ Տեսել եք ավելի ճիվաղ երևույթ, քան ամբողջ կյանքը կոնֆլիկտներից փախած ողորմելի չնչին արած։ Պատկերացնում եք սրա աղջիկների վիճակը, երբ որ գալիս են, ասենք, հայդիկ, տղաները ինձ նեղացնում են փողոցում։ Անպարկեշտ բաներ են ասում, աղջիկ ջան։ Իսկ դու ինչի ես գնում կոնֆլիկտի։ Դժվար է անել են ինչ որ ուզում են եւ խուսափել դրանով կոլեկտիվ կոնֆլիկտից, որովհետեւ քո մերժելը դա կոնֆլիկտի հայտարարությունը, հասկանում ես։ Դրա փոխել են մի 10-15 րոպե ծախսի, իրականացեն ինչ որ ուզում են, կոնֆլիկտից խուսափած կլինես, որովհետեւ քո խոսույթը դա բերում է կոնֆլիկտի։ Ընդհանրապես 10-15 րոպե եւ վերջ, դու արդեն կոնֆլիկտ չունես։ Քանի հոգի է ուզում այսպիսի հայր։ Կամ ամուսին։ Ինչ հետաքրքիր է։ Քանի հոգի է այս կյանքով ապրում։ Եվ որ տղան գալիս ասում է, հայիկ, ես խնդիր ունեմ։ Օգնություն է պետք։ Իսկ դու ինչ ես կոնֆլիկտի գնում։ Արա, այն ինչ որ ուզում են քեզանից։ Վերջ, որ դիրքով են ուզում։ Ինչ են ուզում քեզանից։ Արա էլի։ Արել կոնֆլիկտի ով այս թվերին գնում։ Ինչ ժլատ եք դուք արա։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները երկար ժամանակ հայտարարում էին, թե սահմանադրություն փոխել-չփոխելը Հայաստանի ներքին գործն է։ Հետո էլ սահմանադրական դատարանը քննեց ու որոշեց, ոչ մի տարածքային պահանջ չկա մայրօրենքում։ Անկախության հռչակագրի հիշատակումը իրավական ուժ չունի։ Փաշինյանը բարձր դատարանի որոշմանը հղումանելով էր արձագանքում Բաքվին, թե հարևաներից տարածքային պահանջ չունի Հայաստանը։ Բայց դա արդեն քիչ է։ Արդեն քիչ է, Ալիևն ասում է ոչ։ Տղա, էդ էլ պետք է փոխես։ Մանավանդ հիմա, երբ որ չի կարողանում սա ապահովի, չի կարողանում թրիպ ապահովի, որովհետև ոնց կապահովի թրիպ, մի բան, որ ասենք դրա քավորը կանգնած է գլխին Թրամփը։
Իսկ այս կողմում լիքը թշնամիներ։ Ով է ճիվաղը, որ ապահովի մարդ, որ ասում է կոնֆլիկտ պետք չի, կոնֆլիկտ պետք չի։ Ինչ կոնֆլիկտ։ Բայց ադրբեջանական իշխանությունը չնահանջեց, խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման դարձրեց հարցը։ Ով համաձայնա, եկեք իմ հետևից։ Նոր սահմանադրության Ասեմ ով է կորած Ամազեն, հա? Ով իր աղջիկ երեխեքին պատրաստած կուտեղի վրա մատուցել։ Բակի տղաներին, աշխատավայրում, չգիտեմ, վիրտուալ ինտերնետով, նաև կնոջը, հարազատներին, ով իր ոչ կոնֆլիկտային պահվածքը ապահովելու համար պատրաստած զիջել իրանից ինչ ուզում է, երբ ուզում է, ոնց ուզում է, այդ դրանք էլ պատրաստ են քո հետևից կա, որովհետև ցանկացած արժանապատվություն ունեցող մարդ հասկանում է, որ ինչ է շփում կոնֆլիկտից խուսափել, կոնֆլիկտից ուզում ես խուսափես, պատրաստ տեղի կոնֆլիկտին հակահարված տալու համար, որովհետև հայի ու թուրքի մեջ կոնֆլիկտը շատ ավելի խորքային է, շատ քան ընդամենը սահմանադրություն, հայի գոյությունը արդեն կոնֆլիկտ է թուրքի համար, հայի լեզուն արդեն կոնֆլիկտ է թուրքի համար, եւ մենք դա ապրել ենք, հայը նույնիսկ հայերեն իրավունք չուներ խոսելու փողոցում, դա կոնֆլիկտ էր, հայը նույնիսկ ձի ունենալու ձիով ման գալու իրավունք չուներ, արդեն դա կոնֆլիկտ էր, մենք այդ ակտերն ինչ ասել ենք, այնց որ ով ուզում է անկոնֆլիկտ մնա կյանքով, ես չեմ նախանձում իր մտերիմներին, եթե ձեր տան մեջ այդպես մարդ եք ճանաչում, դուք վտանգված եք, իսկ եթե տան մեջ այդ մարդը ձեր տան, չգիտեմ, հայրն է կամ եղբայրն է կամ ամուսինն է, դուք արդեն վտանգված եք, ոչ միայն մեր ընդհանուր այս պրոբլեմների մեջ, չէ, ուղղակի այս որակի մարդիկ, ինչպես ինքը իր աղջիկներին է վաճառում աչուձախ, այն աստիճան, որ ասում է տաշկիկիդ մեկին տուր էլի, մեկին տուր էլի, ինչ տարբերություն, նույնիսկ դա տարբերություն չկա ում կտա, հասկանաք, որ այդպես առաջարկություն կարող անեն մենակ այս որակի մարդուն, ու հենց այս որակի մարդն է, որ մի հատ հարց չի տալի, մի վարքյան, վեշեր, ապրանքեր իմ աղջիկը, նույնիսկ տարբերություն չկա, որը, հա, փաստորեն։ Տեքստը դեռ պատրաստ չէ, արդարադատության նախարարը խոստացել է այս ամիս կլինի, ու մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փաստացի ամենաղմկոտ հարցի պատասխանը տվեց, անկախության հռչակագիրը չի լինի։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բա Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի անկախության հռչակագիրը չէ, որ համարում է պատերազմի վտանգ։ Ըստ նրա Արցախից ու ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավունքների մասին խոսելն էլ է վտանգավոր, նույնիսկ երբ եկեղեցում է ու խորանից։ ես միջև այս թեմային անդրադառնալը, այ եթե մենք ունենենք այդ իրավաբանների խումբը, մոբիլ, հա, աշխատող, արագ, ես այսօր հարց կուզենայի իրան ուղղել, հենց ուղղակի, կազմեք մի քրեական գործդիմում, որովհետև անկախության հռչակագիրը դա Հայաստանի Հանրապետության հիմնադրման փաստաթուղթ է եւ ցանկացած ոտնձգություն դրա դիմաց դա պետք է լինի դատապարտվող ինչ-որ մի բան, դա չի կարող սենց ով ուզենա էնել վարչապետի կարգի մեկը ասի իմ պետության հանրապետության հիմնադիր փաստաթուղթը դա պատերազմի փաստաթուղթ է, դա պետք է ջինջել, ոնց որ ասի սահմանադրությունը պետք է ջինջել։ Դու կարող ես նոր առաջարկություն ունենալ սահմանադրության մեջ, կետեր փոխելու, այնը ԼԼՊ-ի խորհրդարան անցի, բայց դու աստված չես։ Դու օրենք գլող չես, դու նույնիսկ սահմանադրություն գլող չես, դու առավելապես հռչակագիր գլող չես, որովհետև հռչակագիրը լինում է մեկ անգամ պետության հիմնադրման ժամանակ։ Այ որ մենք այդ ունենայինք, հա, հիմա քրեական գործը կարգված կգներ դատախազություն։ Ու հլտենայինք ես մենք դա մասին կհայտարարեինք, կտարածեինք, հլտեցնեմ դրանից հետո, որ մի վիժվածքն է վերանաբացում ու ասի, որ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ այո, դա պատերազմի մասին հռչակագիր է։ Ընդ որում, երբ որ նույն տականքները մեկ տարի առաջ ասում էին, դե դա ոչ մի չի խանգարում, դա սահմանադրական դատարանն է ասել, որովհետեւ տարածքային պահանջներ չկան։ Հետո պետք է շուտ տան ասեն կա։ Եվ դա ոչ միայն հռչակագիր, այլ պատերազմի մասին հայտարարություն։ Այս սրա համար է պետք է իրավաբանների խումբը, թե չէ, Շահրություն Բաղդասարյանը ձեռս կրակն անգել։ Ես իր ձեռքը, ինքն էլ իմ ձեռքը։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ օրինակ
ընդ որում մի գնա, միջված կնի։ Եթե քեզ խանգարում են պատարակները, մի գնա պատարակներ։ Արդեն բանից անցավ, ըստ հռչակագրի տեքստը փոխեց, հիմա էլ գնում է պատարակների տեքստը փոխել։ Հələ սամպուշի մեկը չկա ասի ինքովա։ Մեկը չկա այս իդիոտին ասի, որ գիտես ինչ պետություններում ընդհանրապես ամեն ինչ կարգավորվում է օրենքով, ոչ թե ճաշակով։ Մանավանդ մեկի ճաշակով, ով տարական կրթություն չի ստացել։ Ով լեգիտիմություն չունի ընդհանրապես, ով արդեն հատորներով քրեական գործեր ունի իր վրա։ պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են Քո ինչ գործարա, քո ինչ գործ, ով ես դու նույնիսկ խորհրդարանի կանոնակարգ չես կարա փոխես, դու օրակարգ չես կարա մտցնես, ով ես դու, այդ ճորտ, դու ժողովրդի ճորտն ես, հասկանում ես, մեկը սրա բզակոտին պետքա խփի, ամեն առավոտ մի հատ ցերեկը, մի հատ էլ երեկոյան, հիշացնի, որ ինքը ժողովրդի ճորտն է, այսինքն ժողովրդի կողմից վճարվող, աշխատող։ Քեզ Աստված չեն ընտրել։ Սա պետք է ականջներն օղանել բոլոր են իդիոտները, որոնք բանույն կրծքանշան ունեն վրեքների կապցրած, չգիտեմ, անցագիր ունեն արժե մտնելու կամ նախարարություններ մտնելու, լսեք, այդ թափթփուկներ, դուք ժամանակավոր աշխատողներ եք, պետության համար, պետությունը ձեզ փողատալ, այն հարկատուն են, հերոս հարկատուն, ձեզ վճարում է, որ դուք աշխատեք, արա, ձեզ չի վճարում, որ դուք Աստված եք, հասկանում եք ով եք դուք, մեկը չկա ամեն օր ձեր ականջի տակ այդ մասերը, դու ընդամենը աշխատող ես, վարձու աշխատող, որին վզակոտին կարելի է տալ ամեն վայրկյան շպրտել դուրս, վատ աշխատանքը կատարել համար, դուք Աստված չեք, իջեք ներքևից, կամ նենց կիչնեք, որ ձայնը միջև Երուսաղեմ կլսվի, այդ պայթյունների մեջ ձեր ընկնելու ձայնն էլ կլսվի, գնանք առաջ, մի քիչ անկախության հռչակագրի մասին, ոչինչ խոսքերով։ Խորհուրդը հրճակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Սա իրավական փաստաթուղթ էր, որով հիմնադրվեց Հայաստանի անկախ ինքնիշխան հանրապետությունը։ Ինչ է անկախությունը։ Երբ որ պետությունը ունի առանձին դրոշ, զինանշան, հիմն, սեփական զինված ուժեր եւ այլն։ Եվ ամենակարևորը, այս անկախության հռչակագրի համաձայն նոր ստեղծված, դրա վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունը սատար էր կանգնում Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը եւ անկախության հռչակագրից հրաժարվելը ինչ կարևոր հանգամանքից հրաժարվելու նպատակ է հետապնդում։ Այս առիթով լսենք Վազգեն Սարգսյանին։ Անկախությունը բացարձակ արժեք է, անկախության մասին ինչպես կարելի է հաստատ։ Նույնն է ուզել ասես, ինչ կասեք ես ծնողիդ մասին, անկախությունը քննարկման կարիք չունի։ Լավ, այն մարդ Ոստ ինչ կարծիք ունես ծնողիդ մասին։ Նիկոլ Փաշինյանը ծնող ունի, որ ծնողի մասին։ Հարստաս ինչ կարծիք ունի։ Ես գիտեմ ծնողը իր մասին ինչ կարծիք ունի, դա արդեն ամեն ինչ ասում է։ Ասում ես դեբիլին ուր եք ընտրում։ Հաստատ ուրիշ արժանավոր մարդ կա, միարեք այդ սխալը։ Նենց որ Նիկոլի ծպարագայում էդի ճիշտ օրինակ չի։ կանց հիմնադրած այս մարդու պահած անկախությունից դուրս ուրիշ ինչ անկախություն եք դուք փնտրում։ Եթե այս բացարձակ անկախությունը ձեզ ապահովել է հռչակագրով եւ հիմա երբ դրանից դուք հրաժարվում եք, այս բացարձակ անկախությունից ու հիմնադրված անկախությունից դուրս ուրիշ ինչ անկախություն եք փնտրում։ Փնտրում եք թե հրաժարվում դրանից։ Եվ այն պնդումը, որ լիարժեք անկախության հասնելու համար պետք է հրաժարվել անկախության հռչակագրից, ուղիղ հակասում է նույն անձի մեկ այլ պնդմանը, որ մենք արդեն տևական ժամանակ գտնվում ենք իրական անկախության մեջ։ Հիմա նայենք այս հայտարարությանը։ 2018 թվականի ապրիլի 23-ից ասում եք այս պահից մենք անկախ ենք։ Հիմա էլ ասում եք այս փաստաթուղթը չլինի, մենք անկախ ենք։ Բայց 7 տարին ինչ էինք, անկախ չէինք։ Ասեմ ավելին, իր հանցագործություններն արդարացնելու համար սպանդը, ասում էր, ձեր որդիները սպանվել են Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու համար։ Իսկ այսօր լսում ենք, որ ասում են սպանդը քիչ էր։ Այդ ինքնիշխանությանը ամրապնդելու համար մի հատ էլ պետք է անկախությունից հրաժարվենք։
հիմնարար փաստաթղթից։ Այո, որովհետև ասում է խանգարում եմ ես։ Այսքան մարդ սպանեց, որ մենք գանք գիտակցության, դուք հասկանում եք սա ինչ է ասում։ Մենք չպիտի կորցնենք այն գիտակցությունը, որը ձեռք բերելու համար այսքան մարդ ենք սպանել։ Հասկանում եք ինչ է ասում։ Այսինքն որպես մենք ինչ-որ գիտակցություն ձեռք բերեինք, ինքը պետք է այսքան մարդ տանել սպանել։ Սա հրեշ է, ու հրեշ է ոչ միայն ինքը, հրեշ են բոլոր նրանք, ով այս կամ այն ձևով կարդարացնեն սա ու կաջակցեն սրան։ Ու հրեշ են բոլոր նրանք, ովքեր շփվում են նման մարդկանց հետ եւ աջակցում են։ Սա ուղղակի ածական չի, սա ընդամենը փաստի արձանագրում է, ու պետք չի վախենալ դրանից։ Պետք է դրա հետ ուղղակի սառը հաշվի նստել, որ ում դուք գիտեք, որ սա կարդարացնի, սա ուրախանա եւ կասի սա նորմալ է, դուք ձեր դեմը տեսնում եք ուղղակի մարդու շորերով, կերպարանքով հրեշ։ Ուրիշ բան չկա սանց ասելու։ Հիմա գնանք առաջ։ Եվս մեկ վատ լույս Փաշինյան Նիկոլի համար։ Աշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան փաստահավաք առաքելության, սակայն իշխանությունները նախընտրել են փակ դռների քաղաքականությունը եւ չեն հանդիպել տվյալ մարդկանց հետ։ Հա Նիկոլ, գալու են, զեկուցելու են, արդեն զեկուցում են, դու կդաս մտնես քո ծակերը, որը ավելի է խորացնում քո մեղքերը, բավանջես, չէ՞։ Տեսնենք ինչ են ուզում մեր ընկերները։ Պարզ ասում է, ինչ են անում, ինչ են, արդեն զեկույց կա։ Ինչ են գտել, ինչ խնդիրներ են գտել, հիմա դասին կարդամ ձեզ։ Ասում է, այս հրաժարումն արդեն իսկ խոսուն արձանագրում է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի մասին։ Նրանց կողմից իրականացված հետազոտության ընթացքում ի հայտ են եկել հետևյալ մտահոգիչ փաստերը։ Քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ եւ կալանքներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այդ թվում Սամվել Կարապետյանի, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի, ինչպես նաեւ արքեպիսկոպոսներ Բագդան Գալստյանյան, Միքայել Աջապանյան մի խոսքով, հա։ Երբեմն նաև ոստիկանության կողմից խիստ եւ անհամաչափ ուժի կիրառմամբ եւ հաճախ երկարատև ու անհարկի նախնական կալանքով։ Հիշում եք Եվրոպայում էս տականք ինչից էլ բողոքում, որ իրեն ասում են, որ դու դեմոկրատ չես, որ դու քաղաքական Հայաստանում քաղաքական բաներ կան, հալածալներ կան, մինչդեռ այդպես ինչի, ինքը գիտի որ այս զեկույցները գնում են, ինքը գիտի որ գալիս են, չէ՞ որ եթե մենք գիտենք, ինքն էլ գիտի։ Ինքը կարա իրան էս շիտեր դնի դա մասին չխոսա, բայց մեկ բթստում է, որովհետև ենթագիտակցության մեջ դա կա ու դա ուզում է իբր արդարացնի դրա մասին խոսալով, այնինչ մենք դա ասում է մի բանի մասին, որ ինքը գիտի ու դրանից նեղված է։ Հաջորդիվ, դատական համակարգի անկախությունը միջամտելու փորձեր, այդ թվում բարձրագույն դատական խորհրդի միջոցով, ինչի հետևանքով որոշ դատավորներ հեռացվել են պաշտոնից ըստ երևույթին քաղաքական շարժառիթներով, ինչպես նաև քաղաքական կողմնակալության նշաններ այդ դատավորների նշանակման գործընթացում, որոնք քննություն են առնում ընդդիմադիր գործիչների գործերը։ Այ կարելի է նշել, ասենք, որ Փաշինյան Նիկոլը մի հատ դատավոր ունի, դարակում սկսած Մասիս Մելքոնյան անունով, նախկին մուսր, հա, որին դրել է, ասում է դակի, ինչ որ ուղարկում է մոտդ, դակի ու կալանավորի։ Քերական օրենսգրքի անորոշ ձևակերպումներ, հոդվածների չափից ավելի կիրառություն, հա, խոսքի հետ կապված իրավախախտումներ քերականացնելու համար, օրինակ խուլիգանություն կամ կառավարության տապալման կոչեր, որոնց հիմքով հետապնդվում են պատգամավորներ, ընդդիմախոս գործիչներ եւ այլն, լրատվամիջոցներ, դատական համակարգի եւ անվտանգության կառույցների ակնհայտ գործադրում կառավարության կողմից քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Սա ավելի է խստանալու եւ ավելի է շատանալու ապրիլից, ինչի ապրիլից, որտեղ հույսով է մինչև մարտի վերջ Թրամփի կառավարությունը անձամբ Թրամփը արդեն պետք է կանգնի դատարանի առաջ։ Եվ աշխարհը վերադառնալու է իրավական դաշտ։ Ես ձեզ հիշեցնեմ, աշխարհի այսօր այս քաոսային վիճակը ստեղծել է Դոնալդ Թրամփը։ Ես միշտ ասել եմ, եթե չկա կոնսենսուս մարդու իրավունքների, միջազգային օրենքների, ստատուս քոյի նկատմամբ, սկսում աշխարհում քաոսը։ Քաոս։
Եթե մտածումը մեկը նա կարանի, ես ինչի չեմ կարող անել։ Որպեսզի այս քաոսը կանգնի, ուսա պետքա կանգնեցնել ոչ թե մեզ համար, այլ հենց խոշոր երկրները իրենց համար պետքա կանգնեցնել այդ քաոսը։ Այդ քաոսը կանգնացնելը լինելու է օրենքի գերակայություն ապահովել բոլոր երկրներում, որտեղ որ դա հնարավոր է անել։ Դա եմ ասում, այս օրակարգերը ավելի խստանալու է ապրիլից, հուսով եմ ապրիլից, որտեղ ես հույս ունեմ մինչև դեկտեմբեր մարտի 31, ամեն ինչ գնում է դեպի դրան, Թրամփը իմպիչմենտի կենթարկվի ի վերջո։ Ու Նետանյահու հանցագործը կմնա մենակ։ Այնին դե կդատվի, այն էլ ընդեղ կկոտորվի, եթե դեռ ողջ է։ Մեծ կասկածներ ունեմ, որ տականքը դեռ ողջ է։ Եվ ինքնասպանվե, եւ ախպերը, եւ այն Բենգվիրը, այն ֆաշիստ կառույցը, իրանց Գեբելսը, հա։ Բայց սպասենք վերջնական հայտարարությունների։ Ես 99%-ով զգում եմ ու հասկանում եմ, որ տենց է։ Բայց սպասենք վերջնական հայտարարությունների։ Այնպես որ Փաշինյան Նիկոլ, դու կարող ես այս 4 ընկերներին չընդունել, բայց դա ոչ մի բան չի փոխելու, իրանք զեկույցը գրել են ուղարկել, հետնել ասեն, կառավարությունը մեզ չընդունեց։ Եվ ոչ մեկ չի ուզում տարածաշրջանում ունենա երկրորդ Ալիև, մանավանդ որ Ալիևին էլ պետք է դատել։ Հեսա լսենք։ Եվ կներեք շատ կարճ հարց 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն ձեր մասնակցությամբ, որտեղ դուք ասում էիք, որ Ռուսաստանի նախագահի Նազարբաևի ու Լուկաշենկոյի հետ զրույցներում այդ երկրի ղեկավարները ձեզ հավաստիացրել են, մեջբերում եմ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Պարոն վարչապետ, ինքն էլ ասես, այս տեսել։ Ապա դուք բանակցեցիք ձեր սեփական կետից, այդ ինչպես բանակցեցիք, որ տապալվեց, հա, ձեզ փոխանցված այդ որ փոխվեց իրավիճակը։ Ես ասեմ ինչպես փոխվեց, ինքն ասել իր բերանով։ Ինքն է պատմել, որ ինքս ասել է, որ ես հասկանում եմ, որ երբեք Ադրբեջան չի վերադառնա Արցախը Ադրբեջանի կազմում, դել ասել է, բայց ինչ ես դες մտածում։ Ինքը պատմել է այդ մասին։ Ինչ ես այդքան հուսահատ։ Փող տուր։ Ինչա պետք է ամալան։ Ինչա պետք սիրտդ ինչա ուզում։ Կեսնեք ինչա պատասխանում տականքում։ իրավիճակը, երբ որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ հիմա նույնիսկ ինքնորոշումից չեք խոսում։ Տեսեք, կարծում եմ, որ ամբողջական պատասխան ունենալու համար ճիշտ կլիներ, որ դուք շարունակեիք թե այդ խոսակցության շարունակությունը։ Ես ասում եմ խոսակցության շարունակությունը։ Դու ասել ես ինչի ես այդպես մտածում։ Ես եմ հիշում այդ խոսակցության շարունակումը։ Ի վերջո ինչ կապ ունի նույնիսկ այդ խոսակցությունը ոնց է շարունակվել։ Փաստը նա իրավիճակային հասկացել է, որ դժվար, որովհետև զորքը զինված հայերը միամուր ոնց կարա ինքը գրավի Արցախ։ Ոնց։ Ոգինքի տեղակ չէր քո ունակություններից, երևի ամբողջական չէր պատկերացնում, դու ինչ կարգի տական կարող անես։ Այս հարցը ցանկացած արժանապատիվ մարդուն կստիպեր կողքեվորեր ինքնասպանության, բայց ոչ այս տականքին բնականաբար։ Սա լսենք։ В парламенте Великобритании начато расследование по вопросам уничтожения культурного наследия Арцаха. Об этом сообщил комитет Айдата Великобритании. Целью расследования является изучение случаев вандализма в отношении армянского культурного наследия в Арцахе с 2023 года, предпринятых правовых мер реагирования, а также возможных механизмов обеспечения подотчетности. Сообщается, что работа будет проходить несколько этапов. Сначала проведут сбор и анализ доказательств, прием обращений.
Ես ուղղակի հիշացնեմ, էլի, որ այս բոլորին զուգընթաց, այն ինչ որ մենք արդեն խոսացինք, կա նաև բրիտանական պարլամենտում հանձնաժողով, որը հետաքննելու է այս ամեն ինչը, զեկույցները ներկայացնելու, եզրակացություններ լինելու, հետաքրքիր է, ինչի համար է, Նիկոլ, այս ամեն ինչը ինչ ես կարծում։ Այո, ես հագա ուղիղ ուղարկելու համար։ Արձանագրենք, միջազգային ոչ մի կառույց, ոչ մի նախագահ չի կարող Փաշինյան Նիկոլին աջակցել։ Հենց մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինյանին աջակցում է Ջեյդի Վենս, որին իրենք հենց Ծիսեռնակաբերդ այցելությունից հետո խնդրում են կամ պահանջում են իր պոստի մեջից հանի ցեղասպանություն բառը։ Կամ մեկը կասկածող երեկվա այդ հայտարարությունից հետո, որ ինքն է հեռացել այդ տնօրենին Արցախի մասին գիրք նվերելու համար, որ այս պոստը հանելու մեջ իրանք խառնված չեն։ Կամ մեկը որ կասկածում է, այն ժամանակ իմ մտքով անգամ չէր անցնի, որ դա հնարավոր է։ Մտածում եմ դեպի Ադրբեջանից են զանգել, չգիտեմ, Գոսդեպ ընդեղից զանգել են, ասել են հանեցի։ Կամ թուրքական հրեաների միջոցով, ամեն ինչ կարող է մտածել, բայց ոչ Հայաստանի կողմից։ Մենք դեռ լավատես ենք, մենք դեռ չենք հասկացել փաշինյանական հատակի խորությունը։ Այսինքն ոչ նայմից չկա։ Չկա էլի, չկա։ Արձանագրենք ու գնանք առաջ։ Աշխարհում չկա մի երկիր, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Թուրքիա, Ադրբեջանից եւ Իսրայելից բացի, որ կարող է աջակցի Փաշինյան Նիկոլին։ Չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ ասում դա Թրամփն է։ Ամերիկան կապ չունի դա հետ։ Նետանյահուն ես իմ ուրա։ Եթե դա երկուսը չկան, Թուրքիան ու Ադրբեջանը մնում են անտեսան նման։ Այո, իրանք չեն կարող Հայաստանում ընտրություններ անցկացնել։ Բացարձակապես։ Հայաստանում ընտրություններ անցկացնում հայ ժողովուրդը, գնահատականներ տալիս է Եվրոպան։ Իսկ այն մարդիկ, որ ես մեկ-մեկ կասկածում եմ, որ ասում են, ախր ոնց կարելի է, որ դուք տեսնում եք արևմուտքը, քաղաքակրթության կրողը, պատերազմում է մոլաների դեմ, մոլաների իշխանության դեմ։ Հա? Դուք ոնց կարող եք, ինչ բարոյական ցուցանիշ ունեք դուք, որ դուք չեք աջակցում արևմուտք։ Ես այդ տխմաներին ուզում հարցնեմ, լուրջ, ձեր բարոյական չափանիշը Թրամփն է, պատերազմի հանցագործ Նետանյահուն, հա? Կամ այդ երբանից Թրամփը դառավ արևմուտք եւ արևմտյան արժեքների կրող։ Այնտեղ են որ ասում միջազգային իրավունք չկա, իրավունքը ես եմ, էդի արևմուտքը, հա, էդի է բարոյականության չափանիշը։ Այնտեղ են որ ասում բարոյականության չի ասում իրավունքը միջազգային իմ բարոյական ստանդարտն է։ Էդի է ձեր չափանիշը։ Իր բարոյական ստանդարտի պահով հիմա քրեական գործեր կա վրան։ Այդ բարոյական ստանդարտը մեղադրվում է 12 տարեկան երեխեքի բռնաբարության մեջ։ Մնացածը չեմ ասում, 5 հոգի էս ուսուցում են տալի դանել։ Իսիա ձեր բարոյական չափանիշները ու դուք էլ դա ներկայացնում եք որպես արևմտյան արժեքներ։ Եթե դա է ձեր արևմտյան արժեքները, նշանակում է մի Դոնալդ Թրամփ դուք եք առանց չափազանցնելու։ Իսկ դուք դրանից չեք ներվում, հաստատ։ Հիմա վերադառնանք։ Թրամփ, Նետանյահու, Իսիմուդա։ Իսրայելի գոյությունն է արդեն կասկածի տակ, ոչ թե Թրամփի ու բանի, հա։ Եվ ով աջակցելու է տխմարին, Ալիևը, Էրդողանը, ոնց, ասեք ինձ ես էլ իմանում։ Յենիչերիների գունդով հնարավոր է, բայց արդյոք յենիչերիների գունդը հնարավոր է թվեր նկատել Հայաստանում ու մնալ անպատիժ չեմ ալ։ Չեմ։ Այդ 7%-ը, ընդորում հլը մենք 2-3 ամիս ունենք, 2.5 ամիս կա։ Այդ 7%-ը կարա դառնա 2.5%։ Ու ես չեմ հիշում նույնիսկ 10%-անոց մեկը, որ կարողանա 50-60% նկարել իրան։ Ու ցանկացած յենիչերի, ինչքան ուզում է աննասուն լինի, երևի մտածում է էլի, որ արա արժի իր երեխեքին, տա թուրքերին։ Երևի չէ էլի։ Երևի ասենք էլի, չեմ ասում երևի, որտեղ վստահ չեմ։ Ես դրանց վրա վստահ չեմ։ Բայց այն որ ինքը դրսից աջակցություն չունի, դա փաստ է։
Որովհետև սրա զեկույցի օրը Արտակ Բեգրարյանը Ֆրանս 24-ին հարցազրույց էր տալի հենց այս ամեն ինչի թեմաներով։ Հենց այս ամեն ինչի թեմաներով ինքը Եվրոխորհրդարանում խոսում էր, Արտակ Բեգրարյանը հարցազրույց էր տալի Ֆրանս 24-ին, որ Փաշինյան Նիկոլն էլ Հայաստանը չի, գիտեք, ոնց որ Թրամփ ամերիկան չի, Փաշինյան Նիկոլը առավել եւս Հայաստանը չի, որովհետեւ ընդ եւս 90% կա։ Իր 10% դիժվածքներից բացի, սա ես վիրավորել համար չեմ ասում, ուղղակի դիագնոզ է, որտեղ 10% դիժվածքներից բացի կան հայեր։ Կան հայեր։ Այնպես որ 0, դրսից աջակցություն չկա, ներսից չկա, սա է մի հատ նայեք։ Куда за последние годы отправились тысячи 20-летних парней. Лур – это армянский военный кладбище. Куда за последние годы отправились тысячи 20-летних парней из-за насилия со стороны азербайджанцев. Они просили только одного – жить в мире, на земле своего народа. Հասկացա՞ր տականքով էլ ուզում խաղաղություն։ Այդտեղ եկը գնացին պատերազմ քո ձեռքով սպանվելու, խաղաղություն ապահովելու համար։ Ու դու էիր ուղարկում պատերազմ կոչանելով գնալ պատերազմ։ Դու որի մասեր խաղաղության համար պետք է հանձնվել։ Դու չունես ոչ մի աջակցություն։ Ասեմ Խաթաբալադայի բառերով։ Դու արդեն մեռել ես, բայց քեզ չեն ասում, որ տրամադրությունը չընկնի։ Տարեք հասեք այս անասունին ու այս անասունի կից օտին։ Դուք մեռել եք արդեն։ Ձեզ ուղղակի չենք ասում, որ ձեր տրամադրությունը չընկնի։ Որ հանգած ավելորդ բաներ դուք չկան այստեղ։ Сегодня Азербайджан угрожает территории Республики Армения после Нагорного Карабаха. Яраблур тоже нас смотрит. Если Алиев ощущает безнаказанность, это потому, что после осады мирного населения, перемещения и этнических чисток, после агрессии и кассетных бомб, Еврокомиссия объявила его надежным партнером, купив у него больше газа. Почему бы ему не ощущать, что может все? Господа, пора взять себя в руки и осознать, что Европе больше нельзя молчать. Пришло время сказать господину Садыкову, что Европа не в Баку, что она на стороне демократии и свободы, на стороне цивилизации, которую мы делим с Арменией. Она в том месте, где я был, и не вернулся прежним. Европа в Яраблуре. Եվրոպան Երաբլուրում ասում է։ Երկու բան պետք է ասեմ, Արցախի մասին չխոսալը, Արցախի ցեղասպանության էթնիկ զտումների մասին չխոսալը, սա պետք է որ օրենքով հետապնդվող լինի։ Ես գիտեմ, պարոն Բաղդասարյան, որ շատ եմ ուզում ձեզանից, բայց խնդրում եմ մի հոդվածել սրա մասով, որովհետև էթնիկ զտումը դա հանցագործություն է մարդկության դեմ։ Դա ուրանալը, դա հերքելը նույնպես պետք է հանցագործություն լինի։ Այսինքն որ դու մարդուն սպանես, հարազատը այդ մարդու ասի ես չեմ ուզում նկատեմ այդ փաստը, որ հանգարց կոնֆլիկտ չլինի։ Ու մտածի, որ դանով ինքը կոծկում է, չէ, որ դանով ինքը չեղարկում է սպանությունը։ Իսկ եթե դա անում է երկրի ղեկավարը, որի քաղաքացու նկատմամբ բան դա արվել, դա արդեն կոչվում է կոլաբորացիոնիզմ։ Հաստատ այնտեղ կարելի է գտնել հոդվածը, եթե չկա էլ գրեք սամպեկը դատենք այդ հոդվածում նայել։ Ինքը փաստորեն համակազմակերպիչը նաև հիշեցնեմ ձեզ, որ հենց այդ ցեղասպանության օրերից տականքը, որ գոռաց ամբողջ կոկորտով, որ արցախցիների ոչ մի վտանգ չի սպառնում։ Սա էլ խնդրում եմ դրեք կցեք այդ գործի հետ։ Եվ բնականաբար իրենց շատ գոհ են Ադրբեջանում, շատ գոհ են։ Ու ասեմ, միակ տեղը, որ իրենց գոհ են, դա Բաքուն է։ Ասեմ, որ թուրքական շինարարական հսկայական ռազմավարական կապ է կառուցելու Հայաստանի տարածքով։ Թուրքական շինարարական հսկան ռազմավարական կապ է կառուցելու Հայաստանի տարածքով։ Սա գիտեք ինչ է։ Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելու օդով, ջրով, ցամաքով, էլեկտրոէներգիայով, գազով, նավթով, բենզինով, այ ովքեր լցում են թուրքական բենզին, սա նույն բանն են անում։ Նույն բանը։ Իսկ ինչ վերաբերվում է, որ Եվրոմիությունը Ադրբեջանից գազ է գնում, նավթ է գնում,
Դրա համար է աչքերը փակել Ալիևի հանցագործությունների վրա, դա այո, դա ճիշտ է։ Ու դրա այդ հարցերի լուծումը տալու է Իրանը։ Շատ շուտով։ Ուզում եմ Հայաստանի այս մասը վերջացնենք, նոր ես անցնեմ լիակատար դրա մանրամասների բացատրման։ Այս Transparency International զեկույցներ կարդանք Թրամփի բանը Նիկոլի Մասով, որ ինքը հասկանա, որ ինքը դեռ մենակ է, հա։ Transparency International Հայաստան խնդրեմ իր թվերն ու եզրակացությունները։ Երեք հայտնի դարձավ, որ կառավարությունը միջև տարվա կեսը պետական համակարգի աշխատակիցներին կհատկացնի ավելի քան 4.6 միլիարդ դրամ, մոտ 12 միլիոն դոլար, պարգևավճարների համար։ Փող չկա։ Աշխատար իր բանին 12 միլիոն դոլար փող։ Սա կաշառք որպես լավ աշխատելու համար, որ իրանք ամեն ինչ անեն ընտրությունները միջոցային փախցնելը, բայց պիտի ասեմ, դու պետության փողերը, ժողովրդի փողերը կարող ես ցպնես քո տականքների մեջ, բայց քո որոշումը արդեն կայացած է։ Նախ կայացած է արդեն Մոսկվայում, որ դու ուղղակի պետքա ոչ թե հոկտեմբերի 27-ի ձեռագրով գնաս կամ նավիճոկով բան։ Հեսա հունիսի 7-ին քեզ գդողի ծոսը կուղարկեն էլի Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սամվել Կարապետյանի ձեռքով։ Ասել եմ, չէ՞ որ քո որոշումն արդեն կայացած է տականք։ Մենք կարող ենք ազգային բան չունենանք տեխնացու, կարող է, բայց որ դու չես լինելու, դա արդեն որոշումը կայացված է։ Ու այս որ Transparency International-ը գրում է, բրիտանական պարլամենտում քննարկվում է, ներկայացեցի արդեն ամեն ինչ, դու գիտես, որ դու 0 ում ձեռքով բերվել ես, նա ձեռքով է դու սիրուն գնալու ես։ Մինչդեռ 25 թվականի առաջի կիսամյակում վճարումների համար նախատեսված է 3.6 միլիարդ։ Այս տարի 1 միլիարդ դրամով ավելատար է։ Ես նույնպես եմ ասում, սրան աջակցել, սրան սիրելը, սա բարերական կատեգորիա է, քաղաքական չի։ Հա, ոնց որ հրեշին ես սիրում, թե Աստծուն, կամ ոչ մեկին։ Հրեշին խոնարհվել, հրեշին պաշտելը դա ընտրություն է, դա քաղաքական ճաշակ չի էլի։ Սա հրեշ է։ Ու ես հրեշը երևի նեղված էր, որ Ջեյդի Վենսին չէին տվել իր գիրքը, որոնտեղ էլ Ամերիկայում տենեն, որ հա ինքն էլ հանգիստ կարող Էփստինի ցուցակում լինել, բան որ Էփստինի կղզումը լիներ ինչ էր արած կլներ ընդ։ Ինչքան արձանկա սաղին կբռնաբար էր։ Հա, նաև արդեն դիակներին կբռնաբարել երևի հաճոյանալու համար, ասել ես ձեզանից մեկն եմ, բանը նկատեք իմ նման տականքին, ոնց եք դուք աշխատող արել։ Երևի նեղվել է, որ իր գիրքը չէին տվել Ջեյդի Վենսին կարդալու համար։ Եզակի առիթ էր, որ sense ցույց տալ լիակատար, որ ինքն էլ դրանցից մեկն է։ Չէ՞ որ ասենք բուսաբանական այգին, այս բուսաբանական այգին ավիրելը եւ անապատասնելը դեռ դա ամբողջական չի էլի պատկերը իր ցույց տալու համար։ Հասկանում եք, սա էլ հրեշի բան է, բայց ասենք այդ մասշտաբների չէ, որ դուր գար, որ դառնար սվոյ Դոնալդի համար էլի։ Դու պատկերացնում եք ինչքան քրեական գործ կա սրանց վրա։ Ինչերով են գնալու։ Հիմա անդառնանք Ադրբեջանի եւ ռուսական շուկայի եւ Եվրոպայի նավթի վիճակին եւ հասկանանք սա ինչու պետքա դզվի եւ ոնց է ուղղվելու այս վիճակը։ Թրամփը այս ընթացքում հանում է սանկցիաները Ռուսաստանի վրայից նավթի արտահանման համար։ Արա ինչ ուզում ես։ Եվ Զելենսկին մնացել է առանց փող, առանց օգնություն եւ ռուսական նավթն էլ հոսում է հանք գներով։ Ու այդ բոլորը Թրամփի շնորհիվ։ Շնորհավորում եմ Զելենսկի։ Այ քիչ կրացար, քիչ։ Այ որ մի քիչ է։ Արա դե չես նայում էլի Նիկոլի Պաղավսկի։ Չես նայում էլի այդ ոնց է պետք շփվել։ Նայ, գնա սովորի Նիկոլի։ Լավ չես կռնում։ Եվ ասում որ չի նպաստում պատերազմի ավարտին, այո, պատերազմի ավարտին նպաստում են բոլոր օգնությունները, որ 4 տարի ստացել ես մաքուր։
Հիմա ոչ միայն օգնություն չէ ստանալու, այլև օգնություն ստանում է Ռուսաստանը ու հենց Թրամփի ձեռքով։ Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանական նավթի գազի արտահանմանը, որի դիմաց Եվրոպան փակում է իր աչքերը։ Եվ այսպես եկանք արդեն բուն թեմային։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջ տարածաշրջանը, ուրեմն Իրաք, այն երկրները, որոնք նավթեր ունեն, Իրաք, Լիբիա, Բահրեյն, Կատար, Սաուդյան Արաբիա, Արաբական Էմիրություններ, հա, 7-րդ օրը կասեմ 7 երկիրներ։ Դա ինչ որ է։ Այդ մեկին հեսա քիշեմ կասեմ։ Այս երկրներն Իրանով արել։ Մի բանի շնորհիվ։ Մի մասը պատերազմով, մի մասը ֆինանսական էքսպանսիայով։ Որը որ պատերազմով է, դա զավթած է, որը որ պատերազմով չի, ասենք դե Կատարն է, Բահրեյնն է, Սաուդյան Արաբիան է, Արաբական Էմիրություններն են, ֆինանսական, որի դիմաց իրեն խոստացել էր այդ երկրներին ռազմական ապահովություն, որ դուք ոչ մի խնդիր չեք ունենալ։ Ես ձեզ ապահովում եմ, կանում եմ կրիշ, ծախում եմ ձեր նավթը, փողը տալիս եմ ձեզ, բայց մի մասնա տալիս իհարկե, բայց ինչ տալիս եմ ձեզ, դուք պարտավոր եք էլի այդ օգնության դիմաց, կապրեք լավ, ինվեստիցիա անեք իմ մոտ, որ աշխարհի բանը նավթը վաճառվի հենց իմ փողով, դոլարով։ Սենց է պայմանը։ Նախ ամերիկյան տնտեսությունն է զարգանում, ստոկ մարկետներն են բարձրանում, արժեթղթերն են բարձրանում, IT կամպանիաներն են զարգանում, եւ դա պատահական չի, որ բոլորի դատա սենտերները հենց այդ երկրներում էր։ Բոլոր այն ինչքան հոսանքատար կա, թանգանոց բաներ, պրոյեկտեր կա, հենց այդ տարածքներում էր դրած, որը ոչնչացրեց Իրանը։ Եվ այսպես նավթը այդ տարածաշրջանի նավթարդյունաբերող երկրները ապահովում են դոլարով, դոլարը ուժեղը, բոլոր երկրները որ պետք է նավթ գնեն պետք է ունենան դոլար, բնականաբար կախվածության մեջ են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այդ փողերն էլ մի մասը էլի վերադառնում ամերիկյան շուկա, ամերիկան ուժեղը, հարուստը, այս երկրները գոհ ու երջանիկ են, բայց այնտեղ մնացել է մի հատ երկիր, մեկ էլ Վենեսուելան, որ իրար հետ կազմում են 31% նավթի, ինքը 70% ունի, դե Ռուսաստանը հանում է մալանքից դեռ 1-2% պետք է լինի, բայց 30% կա ինքը ո՞նց կարա հանդուրժել, գողացավ Վենեսուելայի ղեկավարին, մնացել է Իրանը, Իրան կարող էր աշկ փագել Իրանի վրա, բայց ոնց փագի, երբ որ Նետանյահուին Իրանն է պետք, ոչ միայն այդ երկրներն էին պետք, այլ հենց Իրանն է պետք, որ ոչ մի երկիր ուժեղ ու մեծ պետք է չմնա տարածաշրջանում։ Ու ես պետք է ասեմ, այն երկրները, որոնք ես շեշտեցի, դրանք սունի մահմեդականներ էին, ասկա ոչ մի ընդհանուր բան, ոչ մի բարեկամական բան չունեն Իրանի հետ։ Հակառակ ճամբարներում են, մահմեդական են, բայց ավելի թշնամի են, քան քրիստոնյաներն ու մահմեդականները։ Եվ այսպես շիա Իրանի հարցերը պետք է լուծվեն, որ ամբողջությամբ տարածաշրջանը դոլարի տապանակալը դրել վրեն, նավթը վաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգները, փողը գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վերջ։ Երջանիկ են բոլորը, եւ Իրանը ներդրություն, եւ Իսրայել ամենակարևորը բավարարված, եւ փողերն էլ բնականաբար գնում է, եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ես ասեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա էլի Իսրայելն է, որովհետեւ այդ փողը դառնում է ավելի մեծ փող ու վերադառնում է Իսրայել։ Ինչ եղավ արդյունքում։ Ու ինչ դա կապ ունի Ադրբեջանի հետ։ Արդյունքում սենց սպասվեց։ Իրանը գնաց լրիվ ուրիշ ձևի պատերազմի։ Իրանը նախ միջև Իսրայելի խփելը խփեց բոլոր այն երկրների, որոնք Հորդանան, 7-րդ Հորդանանն է, տեսեք մոռացել եք։ Խփեց բոլոր այն երկրների, որոնք այս պրոյեկտի մեջ կան։ Վերացրեց այնտեղ բոլոր ռազմական կետերը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ ուներ։ Ասելով, որ նոր դարաշրջան է սկսում։ Եվ ստիպեց այդ երկրներին, մասնավորապես այսօր ես ցույց կտամ Արաբական Էմիրություններին, որոնք հայտարարեն, որ իրենք չեն մասնակցում ոչ մի կերպի Իրանի դեմ։ Ինչից հետո, երբ որ ռազմականները ռմբակոծելուց հետո, նավթային պաշարները ռմբակոծելուց հետո, այսօր երեք ավելի ռմբակոծվեց ամենասրբության սրբոս Էմիրատների, դա
ֆինանսական կենտրոնը ցխել էր։ Ու զգուշացել է, որ բոլոր ֆինանսական կենտրոններն ու բանկերը արևմտյան իր մոտ լեգիտիմ թիրախներ են, եւ այսպես զրկել են բոլոր երկրներին նավթ առնելու, նավթ ծախելու հնարավորությունից։ Հետևաբար, այդ նավթի փողերը ամերիկյան դոլարով առնելու ծախելու հնարավորությունից բացի այդ փողերը վերադարձ դեպի Ամերիկա։ Այսինքն կտրեց այդ ամբողջ տրամաբանությունը, որը կառուցված էր եւ գործում էր արդեն, չգիտեմ, 20-30 տարի առնվազն։ Հա, եթե նայենք փուլ առ փուլ, միջև վերջի պատերազմի երբ ա եղել 2001-2000 թվականների մեջ, չէ՞, Իրաքի պատերազմը։ Բերոսը դրանք բաները փուլային են եղել, միանգամից չի եղել բնականաբար։ Այս համակարգը որ կուր կառուցված էր, ջարդեց։ Սաուդյան Արաբիան արդեն ընդունում է Իրանի խաղի կանոնները, արաբականների միությունները այսօր հայտարարել, ճիշտ է, իր ֆինանսական բանը կենտրոնը կորցնելուց հետո հասկացա, որ եթե ես մնամ նույն իրավիճակի, էմիրությունն է կորում, նավթը չեմ կարող վաճառել, ո՞նց եմ ապրելու։ Ո՞նց է ֆինանսական կենտրոնները գնում են նավթը չեմ կարող վաճառել։ Չի դողում գնամ ստեղով վաճառում։ Ո՞նց եմ ապրելու։ Հայտարարեց, որ ես չկամ այս գործի մեջ։ Ես քո վրա չեմ կրակում։ Ինչ չխփես։ Դե հետո երբ կթողես նավթը վաճառվի, բայց ոչ ամերիկյան ստանդարտների մեջ, ես այդ ժամանակը ցույց կտա։ Եվ այսպես, այս վիճակում ամենածանր վիճակում հայտնվում է Եվրոպան։ Եվ Եվրոպան պետք է կայացնի որոշում։ Կամ ինքն ասում է Ամերիկա Էփստինի կոալիցիայի մեջ, սա Էփստինի կոալիցիան է։ Եվ փորձում են մի համուր ուժերով կործանել Իրանը, որ փրկվեն այս ճգնաժամից, բարերիկային, կամ ինքն ասում է Իրանի կողմը, որ պրծնեն Էփստինի կոալիցիայից եւ աշխարհը շունչ քաշի եւ այլևս դիկտատոր որևէ երկիր չկարողանա պարտադրի իր պահանջները, իր պայմանները այդ երկրների վրա։ Իսկ վերադառնամ այն բաներին, հա, որ ասում են արևմուտքը Իրանի դեմ է կռվում։ Ես ում դրանց մատ ասենց այս 7 երկրների ցույց տամ, ասեմ այդ 7 երկրների մեջ կարա՞ք ասեք որն է դեմոկրատական։ Բոլորը ենթարկում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Որը ուժով է գրավել Սիրիան, Քուվեյթը, Լիբիան, լրիվ ժողովրդական երկրներ են։ Ու արևմուտքի ճակերտավոր մուտքը ընդեղ ապահովեց իրեն ժողովրդավարություն։ Ինչու՞ է։ Եվրոպայի այս ընտրության արդյունքում նոր կերևա Եվրոպան շարունակել է Ադրբեջանից նավթ ու գազ գնել, թե ոչ։ Այս է շատ բարդ իրավիճակ է։ Բայց հիմա ինչ ունենք։ Հիմա ունենք մի իրավիճակ, որը Իրանը փակելով Հորմուզի այդ նեղուցը ստիպել է բոլոր երկրներին հետևի ոտերի վրա, ովքեր այդ բաները առևտրով զբաղված են, կանգնել ուղղակի իր առաջ, իր պայմանի առաջ։ Եվ ինքը փաստացի այդ երկրների ազատագրման գործով զբաղված։ Ազատագրման ամերիկյան ֆինանսական կապիտալի ճնշումից։ Ասում ամերիկյան դա հրեականն է։ Ամերիկան ոչ մի չկա։ Այսինքն հրեական, ֆինանսական, ռազմական ներկայությունից եւ պարտադրանքից ազատվում են այդ երկրները։ Պարտադրաբար։ Եվ Նետանյահուի գնալ են աշխարհ, Թրամփի իմպիչմենտը դա ապահովելու է։ Եվ որ կապահովի լիարժեք, այն ժամանակ Եվրոպան էլ ստիպված չի լինելու գնել նավթ ու գազ Ադրբեջանից։ Մանավանդ որ այդ նավթ ու գազը Ադրբեջանինն էլ չի։ Էլ չեմ ասում, որ կարող նոր իրավիճակում, ինչպես արդեն հասկացանք, Ռուսաստանը հանգիստ կարա իր նավթ ու գազը վաճառի, Եվրոպան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը կանի որ Պուտինի շատ ասիլը, կարող միանգամից անցնի գազի, նավթի ուղիղ գնելու տարբերակին Ռուսաստանից։ Եվ այստեղ ուղղակի Ադրբեջանը որպես պետություն, որպես դոմինանտ, որպես այս վիճակի վրա կոնտրոլ ունեցող պետություն, ուղղակի դուրս է գալիս քաղաքից։ Դուրս է գալիս։ Ու այս որ ասում եմ, սա երկար process չի։ Սա չի կարող տևել ավելին, քան 1-2 շաբաթ։ Որտեղ մեկ շաբաթ հետո արդեն ճգնաժամ է։
Արդեն Ճապոնիայում խնդիր կա, արդեն Մալեզիայում խնդիր կա, արդեն Եվրոպայում խնդիր կա։ Իրանց պահեսները, ռեսուրսները դատարկվում են, արդեն խնդիր կա եւ բանում եւ Իսրայելում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Որովհետեւ բացի ռեզերվների դատարկելուց, փողեր են ծախսում օրական 1-ից 2 միլիարդ։ 1-ից 2 միլիարդ։ Այնպես որ ինչ որ ես ասեցի, սա լուծում է պահանջում շատ արագ եւ 1-2 շաբաթվա մեջ։ Ամենաշատը, դրանից հետո քաոս, իրական քաոս։ Հիմա ինչի մասին ես որ ասում էի։ Այսօր վիդեո են տարածել իբր ուղերձ Նետանյահուի կողմից, որ երկու վիդեո եմ տեսել այս նույն բանի վերաբերյալ։ Այս վիդեոյի մեջ խոսում է, որ այսի AI-ով է կառուցված ու AI անալիզը սա է ցույց տալի 75% սա արհեստական բանականություն է, որ խոսալու ժամանակ ստեղծամներն է փոխվում, իսկ մյուս կլիպի մեջ նայ իսկ մյուս կլիպի մեջ մի ձեռի մատերը 6 հատ է ցույց տալիս։ Այո։ Կամ ինքը խորը տեղին պահել են, որ ոչ մեկ չգտնի Նետանյահուին, կամ ուղղակի չկա։ Իրանական մեդիաները պնդում են, որ ինքը չկա, սպանվել է։ Տեսնենք որը կլինի։ Ասա մասին եք խոսացին կարծին։ Օրական սկանդալի վրա։ Այսօր պարզել են փաստորեն, որ Իսրայելի ներկայացությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգներում չէ, Միացյալ կազմակերպությունում։ Դե Հայաստանն էլ ունի միշն։ Հայաստանն էլ ունի ներկայացություն Նյու Յորքում, պետք է մակում, կոչվում է մակի Հայաստանի ներկայացությունը մակում, ցած տեղ ունի։ Մի խոսքով Իսրայելն էլ ունի տես միտեղ։ Պարզվում է Էփստինի բնակարանի պարտականությունը, հսկողությունը, վերահսկողությունը ամեն ինչ իրականացել է Իսրայելի այդ ներկայացությունը մակում։ Հա, այդպես է կոչվում, ներկայացություն։ Օրական մի բան դուրս է գալիս։ Դաժան։ Caught literally blocking and shutting down an investigation that New Mexico authorities were conducting on Սա էլ ասեմ մի անգամից առանց քանի որ ժամանակը շատ կարճ է։ Էլի նոր ծուփ հաստատվել են դուրս եկել, որ 19 թվականին, երբ որ Էփստինի տնից Նյու Մեքսիկոյում իր տան խոզարկությունները, որտեղ գտել են 2 դիակ թաղած, ուշանակել են ոլոնական աշխատանքները, որովհետև շատերը վկայություն են տվել, բողոքներ եղել, որ իրանց ընդ բռնաբարել են, մի խոսքով իրանք երեխեքը կորել են, ու այդ հետազոտությունները սրա հրամանով 19 թվականին դադարեցվել են FBI-ի ձեռքով։ Այդ գործերը սա վերցրել են իրանց ձեռքը, հետաքննությունները։ Ոչ ասել են դադարեցեք, ասել են սա մեր գործն է։ Վերցրել են ու սարեցել են 19 թվականին։ Այս ամեն ինչը նորից վերականգնվում է։ Ու ոչ մի բան չեն արել։ Վերցրել են ու ոչ մի բան չեն արել։ Սա էլ Ամերիկայի ռազմական մինիստրն է։ Պիթեքստեգը, ռազմական չէ, պատերազմի նախարարը։ Հարբեցող նարկոման Նիկոլ էլի, ինչ ասեմ, սա վիճակը նայ։ Այսօր ելույթում ինքը խոսում էր, որ ամբողջ Իրանի երկիրը իրանք են վերահսկում, եւ որ իրանցի նայումա վերև, լսեք, ասում են իրանցի նայումա վերև, տեսնում է 2 բան։ Բանից ամերիկյան ինքնաթիռներից բացի աստղերը վերևում եւ Դավիթի աստղը։ Ամերիկյան պատկերացնում եք, ամերիկյան ռազմանավերն են թռնում, իրանցին տեսնում են Դավիթի աստղը։ Հա, երևի դա ինձ էր, որ այդ օդի մեջ այդ լիցքավորող ինքնաթիռներից մեկը, 2 ինքնաթիռ
մեկը ուղղակի պայթել է, մյուսը վնասված իջել է ներքև շահագործման մեծ վնասված կա ստացել, ոնց որ թե ենթակա չի։ Ու կարծեմ այսօր 4 հոգի մենակ օդաչի է մահացել այդ դեպքի առիթով։ Որովհետև ամերիկյան ինքնաթիռների որ նայում են տեսնում են Դավիթի աստղ այնտեղ։ Այս կարգի երկիր է սա արդեն դառը։ Սա ասենք։ Приветствую вас, друзья! Убийство иранских детей набирает большой резонанс, и в США разразился громкий скандал. Дональда Трампа назвали лжецом и военным преступником прямо в Сенате США. А журналист Такер Карлсон заявил, что Соединенные Штаты, убивающие детей, не стоят того, чтобы за них воевать, и призывает американцев к бунту против Трампа. Խոսքով Սենատում իրան ուղղակի կոչել են ռազմական հանցագործ երեխա սպանող մանկասպան Տակեր Կարլսոնն կոչանում բոլոր երիտասարդները չգնան պատերազմելու այս մանկասպան ռեժիմի համար ռեժիմի համար ամերիկյան եւ մի կողմից էլ Իսրայելի հանցագործ ռեժիմի համար Իսրայելի վիճակը հрьяաների վիճակը շատ լուրջ է շատ ես դամասին առանցին հարցում եմ Կանադան այսօր ասեմ Կանադան Ամերիկա Միացյալ Նահանգները այսօր որպես հերթական հիմնադրություն վերցել է եւ 93 միլիարդ դոլար կանադական սառեցել ամերիկյան բանկերում 93 միլիարդ կանադական ֆինանսները սառեցել է որպես պատիժ Որի դիմաց թե կանադան սա ոնց է պատասխանել Այս անցնենք առաջասին Եվ այսպես Կանադան ընտրեց ներողություն Ճապոնիան ընտրեց Կանադային Ճապոնիան 9 միլիարդի ներդրում էր սկսում նոր մեքենաշինության համար էլեկտրական մեքենաների կառուցման համար հենց Toyota Եվ որոշեցին որ Ամերիկայում չեն ուզում դա անեն կենսել արեցին գործարքը ու տեղափոխվում են Կանադա Կանադայը տեղափոխվում նաև այսինքն ոչ թե տեղափոխվում է Կանադայի հետ էլեկտրոմեքենաների արտադրության առևտրի մասին համաձայնագիր է ստորագրում նաև Չինաստանը իսկ չինական էլեկտրոմեքենաները գալիս են հասնել Ամերիկա այդ սահմանի վրա կանգնեն Թե ինչ կլինի ամերիկյան արտադրության վիճակը բացի այս 9 միլիարդ ներդրումներից ով պետք է գար նոր չեկավ Պլյուս չինական մեքենաներ են գալիս հասնում Հյուսիսային Ամերիկա ու այս բոլորը այս համասունից նոր Ես Եվ այսպես որի արդյունքում հանրապետական ներկայացուցիչ սենատոր Քևին Քելի Կալիֆոռնիայից հրաժարվել է հանրապետականների հետ եւ իրեն հայտարարել է անկախ Եթե հանգար սա էլ միանա impeachment պահանջողների թիմի կմնա մեկ ձայն Ես ես հույսով եմ միջև այս ամսամերջ մենք ունենանք երկու հոգի որ կմիանան Թրամփի impeachment-ի բարեկային բայց անկախ նրանից կարող են զվարնել Նյու Յորքի դատարանը հայտարարի կալանքի որոշում դրա նկատմամբ որովհետեւ այդ երեխեքի 12 տարեկան երեխեքի բռնաբարման գործը կա քննվում ամեն վարքեն դա կարող լինի Քաղաքական իրավիճակը ինչքան սրվի սրա դեմ, այնքան ավելի հեշտ է լինելու դա իրականացնել։ Որ է կա ռեժիմով դա լինում։ Այն ժամանակ մենք Նիկոլի ձայնի լացի ձայնը նոր ենք լսելու։ Այս նեղմաջալին էլ կներեք արտահայտությանը համար FIFA-ն էլ որոշեց, որ գիտես ինչ չէ Ամերիկայի փոխարեն կգնան իրանք Կանադա։ Հիշում եք այս ասեմ մի քանի օր առաջ է ասում, որ Դոնալդ Թրամփը նամակ է գնել FIFA առաջարկել է որ պետք է լինեին խաղերը Ամերիկայում, Կանադայում եւ Մեքսիկայում, որ ոչ միտեղ չլինի գալ մենակ Ամերիկա, որ մերժում է ստացել, այսօր հակառակն է եղել։ Ոչ թե չեն գնում Կանադա, այլ չեն գնալու հենց Ամերիկա։ Այս պատասխանը դրա մասին է խոսում, թե ոնց կհաստատվի, թե դեռ ինչ պրոցեդուրա կա, որ պիտի անցնի, չանցնի, սա ընթացքի ցույց կտա։ Ծանր հրյաների վիճակը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ մարդկանց վիճակը Բեյրութում ու Իրան։ Ինչ է եղել։ Ուրեմն այսօր Չիկագոյում մեկը բարձելով իր մեքենան, պայթուցիկով մեքենայում մտել է սինագոգ։ Կրակել է աչուձախ ու որոշել է պայթեցնել։ Դե սպանել են, չի հասցրել։ Որովհետև իր ամբողջ ընտանիքը փաստորեն 2 օր առաջ ռմբակոծությունից Բեյրութում մարդիկ իրենց տան մեջ նստած մահացել են։ Մարդիկ իրենց տան մեջ նստած մահացել են, իրենց հարազատներ Չիկագոյում են, բարձրել է մեքենան ու քշել է սինագոգի վրա եւ այսօր լսում եմ մի հատ բանի, ուզում ձեզ կիսվեմ այս տեսանյութը։ Այսա, լսենք սա։ I am exhausted of people trying to tell us that there is no connection between the actions of the government of Israel and the rising rates of anti-Semitism here in the US. I am a Jew. I'm an American Jew. And it was just reported that the man who tried to kill as many Jews as possible in Michigan yesterday by ramming his explosive-laden truck into a synagogue, trying to commit an act of murder, of anti-Semitism, of hatred, of terrifying action, that his family, 2 of his brothers and more, were just murdered in Lebanon. Ինքը հրեա խոսացողը։ Հրեա խոսացողը եւ ասում է ինցիդենտը ուզում են ներկայացնել որպես անտիսեմիտիզմի զարգացում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ ինչքան է բարձրացել անտիսեմիտիզմը։ Ասում է արդեն զզվել եմ, ես զզվել եմ արդեն այս ամեն ինչից, ինքը հրեա է։ Ու ներկայացում է դեպքը, ասում է դեպքը։ Բայց ոչ մեկ չի ասում, որ այս մարդու ընտանիքը, 2 աղբոր իրենց ընտանիքներով սպանել են Լիբանանում հենց Իսրայելի կառավարությունը։ Ու ասում հասկանում եք դուք այնտեղ ու դուք չտեսնեք այս կապը, նշանակում է դուք սուտ եք խոսում։ Դուք այդտեղ ինչ անում եք, դուք մեր կյանքն եք վտանգում, ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ամբողջ Եվրոպայում եւ աշխարհում եք, որովհետեւ հрьяաները դարձել են արդեն իզգոյ ազգ։ Դրանց ոչ միտեղ չեն ուզում ընդունել։ Ոչ միտեղ։ Ես օրական, ես չեմ ասում ամբողջ ինֆորմացիան հավաքեմ, ուղղակի պայեմ։ Օրական կարծում եմ չէ որ դեռ ինչ խնդրեմ է։ Միտեղ չեն թողում паспорт կոնտրոլանցի։ Միտեղ ռեստորանում են մերժում սպասարկե։ Միտեղ տաքսուց են ճանապարհի կեսից իշացնում որ իմանալ Իսրայելից։ Ամեն ինչ կա։ Աշխարհը զզվել է արդեն։ Այս հрьяաները ասում են, արա դուք եք զարգացնում անտիսեմիտիզմը։ Անտիսեմիտիզմը դուք եք զարգացնում ձեր գործողություններով։ Դուք եք ստիպում որ մարդիկ զզվեն հрьяաներից։ Դա կա։ Դա իրականությունն է։ Իսկ սա Թել Ավիվի իրականությունն է։ Թել Ավիվի հակաօդային պաշտպանությունը այլևս ունակ չի այդ երկիրը պաշտպանելու։ Գիտեք ինչի՞։ Չկա։ Հակաօդային պաշտպանություն չկա։ Howard Lutnick to Jeffrey Epstein. Hi, Jeff. We are landing in St. Thomas early Saturday afternoon and planning to head over to St. Bart/Anguilla on Monday at some point. Where are you located? As in, what is the exact location for my captain? Does Sunday evening for dinner sound good? I have another couple, Michael and Mary Lerman, with me on my boat. This is the wildest. Whoa. And each of us has 4 children. Doesn't list their names. I want to point that out. He says 2 16s, 2 14s, a 13, a 12, an 11, and a 7-year-old. I remind you, this is 4 years after Jeffrey Epstein was convicted. How this guy has a job today is a disgrace. There is no room. That's disgusting. For nuance here. No, that is disgusting. Fired! Fired! I'm done with these fucking people. What is your excuse? He's a liar. Advising the President of the United States every fucking day. Այս տականքի մասին է խոսքը, էսա լատնիկը։ Այս տականքի մասին է, Թրամփի խորհրդականն է։ Այս նամակին ինչ է գրել։ Էփստինի, որ գալիս են իրա մոտ, իրա կղզի, ու իրանց էլ ինչ որ զույգ կա իրանց հետ, զույգ այդ նավի վրա, ու բերում են հետը, երեխեք, 2-16 տարեկան, 2-14 տարեկան երեխա, մի հատ 13 տարեկան երեխա, մի հատ 12 տարեկան երեխա, մի հատ 11 տարեկան երեխա, մի հատ էլ 7 տարեկան երեխա։ Այս Թրամփի խորհրդականն է, նավի վրա, ինքն է գրում։
Սա day. հետել երկու բան, զույգ, պատկերացնում եք, աղուսիններով, պիրծներով գնում են երեխա պղծելու։ Սա Թրամփն է։ Ու ես չեմ հասցնում այս ամբողջ ինֆորմացիան ձեզ ներկայացնել, վստահ եղեք, սա երևի ընդամենը 0.1%-ն է ինֆորմացիաների, ինչ որ պատտվում է ամերիկյան մեդիաներում։ Ու մեկը հույս ունի, որ սա տակից կարող է լույս գա։ Որ սա ոչ մի էֆեկտ չի ունենալու։ Պարտվում են սրանք բոլոր տեղերում։ Միջանոց մեկը գնել է, որ չեմ ուրախանում, որ հանրապետականները պարտվում են, երբ որ հաղթում են դեմոկրատները, որոնք սրանցից չեն տարբերվում։ Ես չեմ ուրախանում, որ հանրապետականներն են պարտվում։ Ես ուրախանում եմ, որ պարտվում է սիոնիզմը, որովհետև այս նոր ընտրվածները չեն գալի որպես հանրապետական կամ դեմոկրատ։ Իրանք գալիս են հակաիզրայելական օրակարգով։ Շատ լավ հասկանում եմ, որ դեմոկրատների մեջ էլ սրանցից կան, որ երկուսի մեծամասնություններ ծառայում են նույն հրեշին, իհարկե ես գիտեմ դրա մասին։ Բայց այս նոր որ գալիս են, Ամերիկայում ընտրությունները դեմոկրատ ու հանրապետական չի։ Մարդկանցով է։ Նա կարող է այս կուսակցությունից լինի, այն կուսակցությունից լինի կամ բան լինի, ընդհանրապես անկախ լինի։ Ով գալիս է այդ ետեսարները, երթվում են, իրանք ոչ մի կոպեկ Իսրայելին, ոչ մի կոպեկ, ոչ իրանք են տալու Իսրայելին, ոչ էլ փող են վերցնելու այփակից։ Այս լոզունգով են գալի։ Եվ այս հին, այս լատտիկների, այս դինաստիա, այս տրամպիզմի պարտությունը ես դրանով եմ պայմանավորվում, ոչ թե քաղաքացիական պատերազմով։ Ու ես պետք է ասեմ, այսօր ով որ գործ անոնում Թրամփի հետ, մեկը որ նայեք այս հոդվածները։ Այս հոդվածները նայեք, ամբողջ կյանքի մեղադրել է երեխաներ բռնաբարելու, կանանց բռնաբարելու, սա կեսարություն է էսի։ Ով որ այսօր այսքան բան իմանալուց հետո սա գործ ամենում, սա պլաններ է կապել։ Ինչ ասեմ, ինքը մարդ կոչվելու իրավունք չունի։ Ոչ թե ինքը չի կարող երկրի ղեկավար լինել, որտեղ երկրի ղեկավար ինչ է, դու ձայնդ ում ես տալիս։ Չէ՞ որ մենք մարդ ենք, չէ՞, մենք սոցիալական էակ ենք, որ մենք ռոբոտ չենք, նայենք ում բոյի երկար է իրան ձեն տանք, ում քաշում շատ է իրան ձեն տանք, չէ՞։ Չէ՞ որ մենք ամեն մի տեխնացուի մեջ մարդ ենք տեսնում առաջին հերթին, մեր մի մասն ենք տեսնում, չէ՞։ Ոնց կարող ենք մենք սա հանդուրժել։ Ոնց կարող ենք հանդուրժել նրան, ով սա է հանդուրժում կամ էլ։ Քաղաքականությունը պոռնիկություն չի։ Այդ պոռնիկներն են քաղաքականությունը սարքում քաղաքականություն։ Դուք սարքում պոռնիկություն կներեք։ Թե չի ամեն մեկը իր ձևով է տանում քաղաքականությունը։ Ով պոռնիկ ավադ է, խաղում այդ քաղաքականությունը։ Ով բարոյական է, աշխատում է իր սահմանների մեջ մնա։ Եվ քաղաքական գործիչների նայելով հասկանում ես ով է այլասերված, ով է պուտանկա, ով մարդ։ Եվ իմջելոց UEFA-ն որոշում է կայացնում արգելել Իսրայելին մասնակցել իր խաղերին։ FIFA-ն եւ UEFA-ն։ FIFA and the UEFA are now moving to ban Israel from their international soccer leagues. This Հիմա տես process-ի մեջ են։ Հուսով եմ այդ բանի վերջը մենք կտեսնենք։ Արդյունքը։ Отказывается называть своих учеников местоимением «они». Дети для него — это мальчики и девочки. Когда на Эноха Бёрка первый раз пожаловали за неуважение бинарных... Երբանձեմ ուսուցչին դատում են, որովհետև ինքը իր ուսանողներին ասում է դիմում է բանով, ասում է դուք չեք, ասում է դուք կամ աղջիկ ես կամ տղա։ Իրա մեղադրում են համար, որ աղջկան ասում աղջիկ, տղուն ասում է տղա, ասում է թե դուք պետք է ասեք նրանք։ Սա ասում է երկու սեր կա, չկա նրանք։ Դրա համար իրեն դատում են Իռլանդիայում։ Սա այն ինչ որ այդ աշխարհի այդ Էփստինի կլուբը
պարտադրումը երկրներին։ Դուք հասկանում եք ինչքան խորն է մտել դա, հասել նույնիսկ Իռլանդիա, այս տղուն երկրորդ անգամ են դատում։ Երկրորդ անգամ դատում են մեղադրանք են ներկայացրել, որ ինքը փաստորեն աղջկան ասում աղջիկ, տղուն ասում տղու։ Նա կարող է դեռ չի որոշվել։ Это злоупотребление властью. Сядьте, пожалуйста. Это абсолютное безумие. Идет навязанные трансгендерные идеологии каждому мальчику и девочке, каждому мужчине и женщине. Но людям это не нужно, это никому не нужно. Ասում է տրանսգենդերային իդեոլոգիան են փաթաթում բոլորի վզին։ Հիշում եք սենատում, երբ որ Netflix-ի տնօրենին հարցնում են, ինչի՞ց է որ քո ինֆորմացիայի, քո կոնտենտի 70%-ը տրանսգենդերների մասին է։ Այս հրեշների, այս բելի իմպերիայի քաղաքականությունն է դա։ Այլասերել հնարավոր բոլոր տարբերակներում։ Պետք է հրեշը իշխի հնարավորինս շատ առանց քիչ դիմադրության։ Ցանկացած բարոյական դրսևորում, սա դիմադրություն է։ Սա կատարվում է եւ Հայաստանում, եւ Իռլանդիայում, եւ Ամերիկայում, եւ տարածաշրջանի բոլոր երկրներում։ Հրեշը իր խաղի կանոններն է պարտադրում։ Պատկերացնում եք, հիմա մենք ինչ պետք է անենք։ Դիմադրենք թե չէ։ Իհարկե դիմադրենք։ Ճիշտ է, հասկանում եմ Նիկոլի համար դիմադրելը դա մի քիչ իր ոճի մեջ չի, որտեղ իրանց օրինչուզը տվել է։ Այդ տականքը ում ինչ դրա ամբողջ կենսագրությունն ատեց։ Ամբողջ ամենամեծ ստորությունների դա ունակ է եղել կյանքով մեկ անելու։ Նույնիսկ այն մարդկանց, ովքեր իրան պահել են։ Եվ ֆիզիկապես, եւ բարոյապես, եւ ֆինանսապես։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում Իսրայելի ներսում բարոյապես։ Israeli soldiers, 10 of them say Shema Israel and read Tehillim and pray to God. Half of them are Russian goyim and other goyim, and the other ones I'm Chiloni, hearing over here, hearing there, tattoo. When they join the army, 20-30% of them are gays, hate religion, hate rabbis, make fun against Hashem all day on the internet. That's the army. So why should Hashem help us when half of our soldier makes fun at him all day and spit at the Torah and spit at the rabbis, when the other side is willing to die for God? You understand why we lose? That's the situation. You think it's going to get any better? I hope. My fear is they're only going to get worse. Ինչ ասում ես ֆաշիստը։ Սո վերսը 100 զինվորական Իսրայելի դրա կեսը ռուսական գոյերից են, Ռուսաստանի եվրեներից են, որոնք իրենց ասում են գոյ։ Fake պասպորտ առած եվրեներ։ Ասում է ռուսական գոյերից են, մնացած գոյերից են, դրանց մի մասը է մնացածի մի մասը, ասում է տատումատուներ ունի վրեն, դրանք ծաղրում են տորային, տակը ասում է։ Տակը մնում է մի 10%, որ պատրաստ է իրենց աստծո համար մեռնել։ Բա ասում է, էսա վիճակը դա համար մենք պարտվում ենք։ Ասում են, ինչ ես կարծում։ Էսի կփոխվի կարող ասում է, հույս ունեմ, բայց իմ կարծիքով գնալով ավելի վատանալու է։ Հա, իհարկե վատանալու է։ Վատանալու է, որտեղ եթե մի երկրի բանակի քաղաքականությունը հիմնված է ատելության վրա, սա վերաբերվում է եւ ադրբեջանական բանակին։ Հա։ Անպայման այդպես է լինում։ Անպայման այդպես է լինում, որտեղ ուզեք չուզեք, երիտասարդները մեծանում են ուրիշ բաներով, հասկանու եք։ Պետական քարոզչությունը աշխատում է, հա, աշխատում է, բայց ոչ այդ չափով, ինչքան գլոբալիզմն է աշխատում մարդկանց վրա։ Որովհետև այդ երիտասարդը հենց դուրս է գալի այդ քարոզչական սենյակից դպրոցից, ինքը մտնում է ինտերնետ, ինքը Facebook-ում է, ինքը Twitter-ում է, Instagram-ում է, տենում է, այն դեռ պարում է, այն դեռ երգում է, նոր բան անում։ Այդ երեխեք իրար մեկը կապված են, կիսում են նույն բաները։ Ու այդ նույն բաները ատելության վրա չի։ Այո, ձեր գործը դժվար է։ Այո, Ադրբեջանի գործը այսքան դժվար է։ Շատ։ Աղջիկ պատկերացնի ինչ հեշտ է այդ երկիրը քանդել այդ բանակով հանդերձ։ Այս ամեն ինչ իմանալուց հետո։ Շատ։ Հիմա Next spring, at most, by next summer, at current enrichment rates,
They will have finished the medium enrichment and move on. Սա Նետանյահուն է, որը պատասխանում է, մնացել ասում երկու շաբաթ, որ հասնեն 90%-ին, հենց հասան ստեղ, հենց հասան այնտեղ, իրանք կարող են տակ բանել, ֆանատիկները, լունատիկները իրանի, կարող են պայթեցնել ամեն ինչ։ Բա Iran is months away from having a nuclear bomb. մի ամիս է մնացել, որ Իրանը ունենա Netanyahu in 2012. 2012 թվին։ Սա 2012-ին ասում, որ մնացել է մի ամիս։ Ու տենց ամեն օր մի ամիս մնացել, մի շաբաթ մնացել։ Դե հասավ իր ուզածին։ Ես էլ էի սպասում, անկեղծ ես էլ էի սպասում, երբ իրականանալու սա երազանքը արձակվել Իրանի վրա։ Սա պիտի պայթեր մի օր։ Ես միշտ ասել եմ, եթե մի բան պետք է պայթի, թող մի օր շուտ պայթի։ Շուտ պայթի, որտեղ բարակա թող ընդեղ կտրվի։ Ես գիտեի որտեղ է բարակը։ Ցանկացած կեղծ սուտ իդեոլոգիան ինքը փուջ է։ Սատանիզմը զրո է բարության դեմ։ Զրո։ Մեկը գրել է միշտ լավ է, որ դուք սկսել եք Աստծուն հավատալ։ Ինքը չի հասկացել։ Ինքերու չգիտեմ։ Ես բարությանն եմ միշտ հավատացել։ Ուղղակի իմ ու ձեր պատկերացումները երևի տարբեր է։ Դուք ինչ-որ ուրիշ բաներ եք հավատում։ Ես համաշխարհային արժեքներին եմ հավատում։ Ես բնության օրենքներին եմ հավատում։ Ես արարչությանն եմ հավատում։ Դա իմ համար արարչությունն է։ Դուք կարող եք չգիտեմ ինչ-որ մի արձանիկի հետ հավատում, որ ամեն ինչ ուզում եք դրեք։ Իմ համար հավատը, իմ համար արարչությունը շատ ավելի մեծ է, քան խաչը, որ ես ոչ մի բան չունեմ։ Բացարձակապես սիմվոլներ են դրանք ընդամենը։ Դա ասում ները ինքը շատ ավելի փուճուր է, քան արարչությունը։ Դա նշի որ այ բանը Իրանը դա արարչության օրրաններ, դա պետք է չէ, դա net կապ չունի։ Ներն աթու։ Ները սուտ է։ Ինքը կարողանում է թաքուն սպանել մարդկանց, բայց երբ ինքը իր դեմքից է ինքը աշխատում, ինչի իմավորանում է, իր դեմ դիմադրությունը շատ ավելի մեծ է, քան տակից, թիկունքից, այլ ոնց որ Իրաքի հարցում էր, Սիրիայի հարցում էր, հասկանում եք։ Իսկ Իրանն դա հզոր ցիվիլիզացիա է։ Դա էլ է իր չափով արարչական կենտրոն։ Շո նույն տարածաշրջանի նույն ժողովուրդներն ենք հազարամյա պատմությունով։ Ու ները իր կոտոշներով, իր սմբակներով չէր կարողանալու ջարդել։ Չէ։ Ու ինքը ջարդվում է։ Ու ես ուրախ եմ դրանով։ Հուսով եմ այս ամեն ինչից հետո, երբ որ կջարդվի Իսրայել պետության ողնաշարը, եւ դրանք կհասկանան, որ իրանք եթե պաշտում են Աստծուն, սատանային, որ իրանց աստվածն է, ինքերոց, սատանան իրանց աստվածն է, իրանք էլ ասում են ամասին։ Իրանք այնքան թույլ կլնեն, մի սենյակ թոմատեն ինչ ուզում են թողանեն։ Իրանց գործն է։ Այո, որ ամեն ինչը կմնի իր տեղը, եւ ինքը դառնա թույլ մի հատ անպաշտպան երկիր։ Իրանում կհաղթի ժողովրդավարությունը։ Արտաքին վտանգները ցանկացած ժամանակ ստիպում են ձգել բոլոր տեսակի բոլտերը։ Երբ որ դրսում միտինգ է ու գիտես ով է թիկունքում կանգնած, այն ժամանակ թացը ճորի հետ խառնվում վառվում։ Սա արդարացնելու համար չեմ ասում, սա այս հասկանում ինչ է նշանակում այս շրջանում Իսրայելի կողմից կազմակերպված այդ անկարգություններն ու հանցագործությունները, որոնք իրանք իրականացրեցին երկուստ է։ Դա ներսից երկիրը քանդելու փորձեր, որը ճնշվեց շատ դաժանորեն, որը պիտի չներ ի սկզբանե, հազար ափսոս են երեխեքը, որ այս բանի մեջ ուղղակի դարձան զո։ Հուսով եմ, երբ որ արդեն Իսրայելի վտանգը չի լինի, ժամանակ Իրանի իշխանությունը ավելի մեղմ, ավելի բաց, ավելի ժողովրդավարական կլինի, որովհետև մեզ դա պետք է Հայաստանին։ Մենք Իրանին կպած ապահովելու ենք չէ, ոչ թե մենք ենք ապահովելու, դառնալու ենք այս նոր աշխարհակարգի, նոր հարաբերությունների մի մասը։
Ես լավատեսորն եմ դառնալ։ Սանայինք։ Ունես։ Հետո իմ անունն էլ Մերի է, հետո ինչ։ Նիկոլելա Մաչի։ Հա։ Դենք բավես։ Երեկվա Նիկոլ Փաշինյանի ձայնը որ լսում եմ ալերգիա ունեմ։ Մարդիկ ձայնել չեն ուզում լսել։ Իսկ վերջում կներեք, որ այսքան ձեզ զբաղացրեցի, ես անպայման ուզում սա դիտեք, ուսանող եզրափակենք մենք իրենց։ Երնեմ քեզ շահեր, իմ երբայքն են քեզ բահեր, քոնեմ որդիք նիջահեր, այրելի երուտիր Հայաստան։ Միասին! Սինկերը Ճապոնիայի նախկին դեսպանն է Հայաստանում։ Ֆուկուսիմա պավիլյոնի մոտ է երկում։ Եվ իմացել է, որ Հայաստանից են։ Եվ երկին է ներկայացնում, ինչ-որ ցուցահանդեսում, որ եղել է դեսպան Հայաստանում։ Երկում հայեր են, բառերով, մաքուր, հայկական երգ։ Մենք շատ ենք տեսել, թե ճապոնացիները ինչ ջերմության ու քնքշությամբ են կատարում կոմիտաս, պատում հայկական։ Հա, գիտեք ինչի։ Ոչ թե նամակ որ դա մերն է։ Չէ, ուղղակի ինքը վերից է գալի։ Արարչական է։ Ինքը դրանով է ուժեղ։ Ոչ թե ուժեղավորը մերն է, չէ։ Մերն է, բայց ինքը արարչական է, ինքը դրանով է ուժեղ։ Մեր բախտը բերել է նրանով, որ մենք այս ժառանգության կրողներից ենք։ Իհարկե ով հասկանում է դա ինչ է։ Ով չի հասկանում, ինքը ուզում է վաճառի այն թշնամուն, որին օդի ջրի նման պետք է, իր ինքնությունը ինչ-որ մի բանով հիմնավորելու եւ կարևորելու համար։ Իսկ ում համար դա արժեք չունի, ինքը շտապում է դա վաճառել։ Ոնց որ ասենք, հորից եկած ժառանգություն մնացած, չգիտեմ, ինչ-որ մի բան։ Արդիկ, մարդ կա չէ, վաճառում է մի քանի կոպեկի դիմաց։ Հենց մենք հասկանանք իրոք մեր արժեքը, խոսքի արժեքը, լեզվի արժեքը, գրականության, երաժշտության արժեքը, մեր համախառն իմաստով մշակույթի արժեքը, որ ամեն ինչը մտնում է մեջը։ Մշակույթի մեջ է մտնում պատմությունը, մշակույթի մեջ է մտնում չգրված օրենքները, մշակույթի մեջ է մտնում մեր աշխարհայացքը, մեր պատմական գիտական ներդրումները, ամբողջը մտնում է մշակույթի մեջ։ Սա մեր մշակութային ժառանգությունն է։ Այ Երանի նրանց, ով այս ամբողջ մասշտաբները կարող է պատկերացնել, թեկուզ մասամբ, թեկուզ հետաքրքրված լինի։ Բայց որ պահի մենք սկսեցինք դա իրակ պատկերացնել գնահատական տալ ռեալ ինքներս մեր ժառանգությանը, մենք կհասկանանք, թե մենք ինչ անհաղթալի խոչընդոտ ենք, ինչ արժեք ենք մեզանից ներկայացնում։ Ու կհասկանաք, որ սա ընդհանրապես խոսքեր չեն։ Սա իրականությունն է։ Այսօր ոմեն այսքանը, բան մնացեք։